Կառավարական հանձնաժողովն այսօր կհանդիպի նավթային ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հիմնական խնդիրն է համեմատել վրացական շուկայում վառելիքի գները եվրոպական գների հետ, ապա որոշել, թե ինչքանով է հնարավոր նվազեցնել վառելիքի գները։ Հանդիպումը նշանակված է այսօր ժամը 13:00-ին կառավարության աշխատակազմում։ Նախկինում վարչապետի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովն արդեն հանդիպումներ է ունեցել դեղագործական ընկերությունների, ցանցային շուկաների, բաշխիչ ընկերությունների եւ ձեռնարկատերերի ներկայացուցիչների հետ։ Խորհրդարանական հանձնաժողովը, որը գարնանային նստաշրջանի առաջին իսկ նիստերից նախատեսում է ուսումնասիրել սննդամթերքի բարձր գները, նույնպես կաշխատի կառավարական հանձնաժողովի հետ համակարգված։ Խորհրդարանի նախագահը ԻՄԵԴ-ի հեռուստաընկերության եթերում ներկայացրել է լուսանկարային նյութեր եւ գրանցման փաստաթղթեր, ապացուցելու համար, որ Եվրամիությունը փորձում է շրջանցել Վրաստանում գործող օրենքը իր կողմից կառավարվող ոչ կառավարական կազմակերպություններին գումար տրամադրելու համար։ Շալվա Պապուաշվիլիի հայտարարությամբ Վրաստանում քաղաքական ազդեցություն ձեռք բերելու համար Եվրամիության կողմից կան սխեմաներ, որոնք պատրաստվում են քաղաքականության մեջ գումարի հոսքով։ Այդ իսկ պատճառով Եվրամիությունը պետք է պատասխանի այն հարցին, թե ինչպես է հաշվառվում ֆինանսավորումը։ Շալվա Պապուաշվիլիի խոսքով խարդախ սխեմաները ստեղծվում են Եվրոպայի կենտրոնում, որպեսզի ֆինանսավորեն Վրաստանի դեմ քաղաքական գործընթացները։ Մեծ Բրիտանիան եւ ԵԱՀԿ-ի 23 պետություններ Վրաստանի նկատմամբ ակտիվացրել են Մոսկվայի մեխանիզմը եւ պահանջում են փորձագիտական առաքելություն ստեղծել։ Այս հարցի շուրջ քաղաքական հայտարարություններ են արվում։ Ընդդիմությունը շեշտում է հայտարարության կարեւորությունը, իսկ իշխող թիմում այս քայլը գնահատում են որպես չարաշահում։ Հայտարարության մեջ կարդում ենք, որ առաքելությանը կհանձնարարվի Վրաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հետ կապված վերջին իրադարձությունների փաստաթղթավորումը։ Գնահատել այդ իրադարձությունների ազդեցությունը քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ազատության, օրենքի գերակայության եւ դատական համակարգի անկախության, քաղաքական պլյուրալիզմի եւ ժողովրդավարական հասարակության այլ կառուցվածքային բաղադրիչների վրա։ Պատրաստել առաջարկություններ մտահոգիչ հարցերի լուծման վերաբերյալ։ Հայտարարության ստորագրողները կոչ են անում Վրաստանին համագործակցել առաքելության հետ։ Կրթական բարեփոխումների հարցը խորհրդարանը հաջորդ շաբաթ կքննարկի արագացված կարգով։ Կրթության ոլորտում հայտարարված են արմատական փոփոխությունները։ Այդ թվում կառավարության որոշմամբ միավորվում են Թբիլիսիի պետական համալսարանը եւ Վրաստանի տեխնիկական համալսարանը։ Միավորումից հետո համալսարանը կրկին կկոչվի Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարան։ Ինչպես հայտնի է, ուսանողների ընդունելության քվոտաները չեն կրճատվի։ Փոփոխությունները կանրադառնան նաեւ ընդհանուր կրթության մակարդակի վրա։ Առաջին դասարանցիների տարիքը կսահմանվի 6 տարեկանը, 11-րդ դասարանում կստեղծվի կրկնուսուցում, իսկ 1 դասագրքի սկզբունքի աշխատանքները կավարտվեն 2028 թվականի համար։ Փոփոխությունները բացասաբար են գնահատում ընդդիմությունում։ Ընդդիմադիր սպեկտրում բացատրում են, որ նշված բարեփոխումները արդյունք չեն տա։ Նրանց կարծիքով հատկապես անհասկանալի է երկու համալսարանների միավորման հարցը, ինչը ըստ ընդդիմադիր պատգամավորների միայն ազատության ոչնչացման եւ լիակատար վերահսկողության հաստատմանն է ծառայում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է իր խնդրանքին, որ Ռուսաստանը մեկ շաբաթ չռմբակոծի Կիևը եւ այլ քաղաքներ։ ԱՄՆ-ի նախագահը խնդրանքի պատճառը նշել է Ուկրաինայում տիրող ցուրտ եղանակը։ Reuters-ի տվյալներով Ուկրաինայում ջերմաստիճանը հաջորդ շաբաթ կհասնի -30 աստիճան Ցելսիուսի, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է։ Ավելի քան 600 հրշեջներ բողոքի ցույց են անցկացրել Ֆրանսիայի Լիլ քաղաքում։ Լրատվամիջոցների տեղեկությամբ հրշեջները բողոքում էին ռեսուրսների պակասը եւ վատ աշխատանքային պայմանները։ Ցույցի ժամանակ նրանք փակել էին Լիլի կենտրոնական ճանապարհը եւ այրել անվադողերն ու աղբամանները։ Բողոքի ցույցի ժամանակ նաեւ բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների աշխատակիցների հետ։